Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ներկայացնում են Հայաստանի անվտանգության ապահովման տարբեր մոդելներ՝ խաղաղության օրակարգ, բարիդրացիություն տարածաշրջանային հարևանների հետ, արտաքին հովանավորների աջակցությամբ անվտանգային խնդիրների լուծում եւ այդպես շարունակ։ Քաղաքագետները որքանով են իրատեսական համարում այս առաջարկները։ Այն մոդելները, որոնք որ ներկայացրել են կուսակցությունների զգալի մասը, մեծ մասը, խոսքը խոշոր կուսակցությունների մասին է, ու պետք է այստեղ նշեմ, բացի քաղաքացիական պայմանագրից, իրականում ծրագրեր չեն, իրականում կոնցեպտ չկա այստեղ։ Իրենք ասում են մի քանի թեզեր, այդ թեզերը որևէ կերպով չեն հիմնավորվում, որևէ մանրամասներ չեն ներկայացվում։ Էդգար Վարդանյանի խոսքով ընտրություններին մասնակցող այդ ուժերը խոսում են նաև նորագույն տեխնոլոգիաների միջոցով բանակի հզորացումից, սակայն նրա խոսքով այդ ուղղությամբ եւս որևէ ծանրակշիռ հիմնավորում չեն ներկայացնում։ Քաղաքագետն արձանագրում է պատերազմի խոսույթը ընտրողների շրջանում այսպես ասած չի գնվում, եւ այս ուղերձը նույնիսկ ազգայնական դիրքերից հանդես եկող ուժերն են ընկալել իրենց ռետրոաբանության մեջ կատարելով լուրջ շտկումներ։ Եվ որևէ մեկը այսօր չի ասում այն մասին, որ մենք գնում ենք պատերազմի ճանապարհով, որ մենք հետ ենք բերելու Ղարաբաղը եւ այսպես ընդհանրապես կոնֆլիկտի մեջ ենք լինելու Ադրբեջանի հետ, ռազմական կոնֆլիկտի մեջ։ Իրենք շատ լավ հասկանում են, որ եթե բացահայտ նման բան ասեն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նույնիսկ 0.1%-ը չի քվեարկի նրանց օգտին։ Շարունակելով քաղաքական ուժերի պատերազմ թե խաղաղություն թեզերի վերլուծությունը, քաղաքագետ Արմեն Վարդանյանը նշեց, անընդհատ հետևում է ադրբեջանական մամուլի խոսույթին եւ պարզել է, որ իրենք էլ ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, հատկապես նախընտրական այս շրջանում։ Եվ ըստ այդմ կառուցելու է իր մարտավարությունը եւ ռազմավարությունը Հայաստանի հանդեպ։ Ես չեմ ուզում այստեղ միանշանակորեն պնդել կլինի պատերազմ թե չի լինի, բայց ես կարող եմ միանշանակ պնդել, որ որոշ քաղաքական ուժեր կամ այսպես մանկամիտ պատկերացումներ ունեն միջազգային հարաբերությունների համակարգի մասին, կամ էլ դիտավորյալ այլ աշխարհաքաղաքական երկրների շահերը սպասարկելով այդպիսի հայտարարություններ են անում։ Հետևաբար մեր դիտարկմանը, թե ընտրողն ինչպես կարող է տարբերակել, թե որ ուժի առաջարկն է իրատեսական եւ անվտանգային առումով հաշվարկված, քաղաքագետները հետեւյալ խորհուրդները տվեցին։ Իրանք գիտեն, որ եթե իրենք ասեն պատերազմ են ուզելու, ընդհանրապես ոչ մեկ իրենք չի ընտրի, դրա համար իրենք ասում են մենք էլ ենք խաղաղություն ուզում, բայց լավ խաղաղություն ենք ուզում, ուժեղ խաղաղություն ենք ուզում, իրական խաղաղություն ենք ուզում։ Դրա համար ընտրողը պետք է նայի նրանց խոսույթին, այդ առաջարկները, խաղաղության հետ կապված որևէ կերպ չեն կարող ապահովել խաղաղություն, այլ կարող են հանգեցնել կոնֆլիկտի։ Այս է ամենակարևորը։ Եվ այս պարագայում ընտրողը ընդհանրապես չպետք է մանիպուլացվի։ Ընտրողները քաղաքական ուժերի այս կամ այն կերպ ձայն տալու համար ուղղակի ոչ թե իրենց գաղափարապես իդենտիֆիկացնում են այս կամ այն ուժին, կամ փորձում դրանց ծրագրերում ինչ որ կարևոր բաներ գտնել, այլ ինչ շահադիտական նկատառումներով են գնում այդ քայլերին։ Ընտրողները փորձեն այս տեսանկյունից նայել, ծրագրերի մեջ խորանան, հասկանան որն է իրական, այլ որը հեքիաթ։ Քաղաքագետները անդրադարձան նաև ընտրություններին մասնակցող ուժերի այս օրերին շրջանառվող տարբեր հարցերի շուրջ երաշխավորներ ունենալու թեզերին, օրինակներ բերելով, թե ինչպես է տարբեր երկրներում երաշխավոր հանդիսացող պետությունն ինքը դարձել իր իսկ երաշխավորած երկրի հակամարտության կողմ։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։